ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր սեպտեմբերի 29-ն է, երկուշաբթի։ Ստրասբուրգում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիոմարի հետ։ Փաշինյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների Եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։ Մատիաս Գիոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառման առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Այսօր Պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա են անցկացրել 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները, որն անցել է լարված իրավիճակում։ Ծնողները հավաքվել են նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ, պահանջելով հանդիպում գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Նշենք, որ անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին հավաքվել էին պաշտպանության նախարարության մոտ հանդիպում պահանջելով պատասխանատու անձանց հետ։ Նրանց խոստացել էին, որ սեպտեմբերի 29-ին իրենց կընդունեն։ Անհետ կորածների ծնողները պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ իրենք հանդիպելու ցանկություն չունեին։ Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել միայն 3 ծնողի, մինչդեռս ծնողների խոստացել էին 30 ծնողի հետ հանդիպել։ Միքայել arczepiskopos Աջապայանի վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։ Այսօր դատարանը լրացուցիչ դատալսումներ է անցկացրել։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն է ներկայացրել գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ինչը և դատարանը մերժել է։ Գործով դատախազը միջնորդել է Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով։ Լրացուցիչ դատալսումներով դատարանն այսօր կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը։ Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն և այլ պատժամիջոցներ եվրոպական առանցքային տերությունների նախաձեռնած գործընթացից հետո։ Եվրոպական տերություններն առաջարկել էին հետաձգել պատժամիջոցների վերականգնումը մինչև 6 ամսով երկարաժամկետ գործարքի շուրջ բանակցությունների հնարավորություն ընձեռելու համար, եթե Իրանը վերականգնի ՄԱԿ-ի միջուկային տեսուչների մուտքը, վերացնի հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ մտահոգությունները և բանակցություններ սկսի Միացյալ Նահանգների հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ևս մեկ անգամ հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենքի պլաններ չունի։ ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը։ 10 տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու գործընթաց էր սկսել եվրոպական երեակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ։ Երեակը պնդում է, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում նշվում է, որ նախագահ Թրամփը հայտարարել է, որ դիվանագիտությունը դեռևս տարբերակ է։ Համաձայնագիրը մնում է լավագույն արդյունքը Իրանի ժողովրդի և աշխարհի համար։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն անօրինական եւ անհիմն է համարել եվրոպական 3 երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները Թեհրանի դեմ չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու վերաբերյալ։ Իրանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. Չեղյալ հայտարարված բանաձևերը վերակենդանացնելու փորձերը ոչ միայն իրավաբանորեն անհիմն եւ անարդարացի են, այլև բարոյական եւ տրամաբանական տեսանկյունից բացարձակապես անընդունելի են։ Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագիրը համապարփակ կերպով քննարկվում է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում եւ դրա հավելվածում համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում, եւ դրա 10-ամյա ժամկետը պետք է համարվի ավարտված 2025 թվականի հոկտեմբերի 18-ին։ Թեհրանը նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում Իրանի համար որևէ պարտավորություն չի առաջանում չեղյալ հայտարարված բանաձևերի դրույթների եւ մեխանիզմների վերաբերյալ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկել էր 3 ամսով հետաձգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, բայց դրա դիմաց պահանջել էր հարստացված ամբողջ ուրանի փոխանցումը։ Այս մասին հայտարարել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, նշելով, որ նման պայմանը բացարձակ անընդունելի է։ Ամերիկացիները ցանկանում են, որ մենք հանձնենք մեր ամբողջ հարստացված ուրանը, իսկ փոխարենը նրանք ընդամենը 3 ամիս ժամանակ կտան։ Դա մեզ համար անընդունելի է։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ վերսկսել է ստուգումները Իրանի միջուկային օբյեկտներում, այս մասին գրել է Al-Mayadin-ը։ Նշվում է, որ ստուգումներն անցկացվում են գաղտնի ռեժիմով։ Գործակալությունը նշել է, որ իրենք չեն կարող բացահայտել ստուգված վայրերը, բայց կարող են հաստատել, որ ստուգումներն անցկացվել են անցած շաբաթ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Կահիրեում համաձայնագիր են ստորագրել միջուկային համագործակցությունը նոր շրջանակներում վերսկսելու վերաբերյալ։ Պատժամիջոցները վերականգնելուց հետո Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Միացյալ Թագավորությունից Թեհրանում խորհրդակցությունների համար։ Ալաղ Ալաչյան, Հորիզոն։ «44-օրյա պատերազմից 5 տարի անց Շիրակի մարզի բնակավայրերում շարունակում են տեղադրել հուշարձաններ ու խաչքարեր ի հիշատակ պատերազմում զոհված հայրենիներին։ Սա նրանց անուններն ու սխրանքը անմահացնելու տարբերակն է։ Սերունդները չպետք է մոռանան նրանց, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Հերթական խաչքարը տեղադրվել է Ախուրյանի տարածաշրջանի Ջրառատ գյուղում։ Ուկրաինաբնակ բարերարի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ կանգնեցվել է խաչքար եւ գյուղի բնակիչ 3 զոհերի հուշաքարերը։ Ախուրյանի տարածաշրջանի Ջրառատ գյուղի սկզբնամասում մեծ քար է տեղադրված։ Գյուղում ոչ ոք չի էլ հիշում, թե այն ինչպես է այստեղ հայտնվել, բայց քարե սեղանը վաղուց ձևավորված ավանդույթի ուժ ու նշանակություն ունի։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնողներին գյուղով ճանապարհում են մինչև այստեղ, սեղան են բացում, բարի ճանապարհ մաղթում։ 2019 թվականին հենց այդպես գյուղովի ճանապարհել են ջրառատցի 2 նորակոչիկներին՝ Աշոտ Պետրոսյանին ու Գրիգոր Թորոյանին։ 2 տղաներն էլ Արցախում էին զինվորական ծառայության անցել։ Արցախի հողում էլ զոհվեցին 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Ծառայում էր Տրեմբորի հատուկ ջոկատային դաշտում։ Ղարաբաղում։ Պատերազմի սկզբի օրը սեպտեմբերի 27-ին հենց պատերազմը սկսվել է, իրան Տրեմբոնից տարել են Թալիշ։ Հենց ինքը Թալիշում էլ զոհվել է, հենց առաջի օրը։ Սեպտեմբերի 27-ին։ Ուսումնական վարժանքի ժամանակ հոկտեմբերյան իրեն էին վստահել ֆագոտը կրակել, որը 100% արդյունք էր ապահովել։ Նույնը պատերազմում իրան դրսևորեց բարձր նշանակությամբ, խփել է 17 տանկ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնող ու մարտի դաշտում հայտնված պատանիների կողքին կամավոր կանգնել էր Ջրառատի 31-ամյա բնակիչ Գևորգ Կիրակոսյանը։ Թշնամու անհավասար ուժերի դեմ մարտնչող 18 տարեկան տղաներին պարզապես չէր կարող մենակ թողնել։ Տաղ Գևորգային, Գևորգ ջան մի գնա, Գևորգ ջան մի գնա, բայց ինքս ասի պետք է տամ հանուն հայրենիքի։ 18 տարեկան երեխան մեռնում է, չեմ կարող եմ շուտով անեն 18 տարեկան երեխան մեռնում, ես իպեսքի քովնստին տակ, ինձ վայր բան չեմ մեռնի նավե։
Ջրառացի հերոսացած 3 տղաների՝ Գևորգ Կիրակոսյանի, Գրիգոր Թորոյանի եւ Աշոտ Պետրոսյանի հուշաքարերը կողք կողքի են Խաչքարի հարևանությամբ։ Նույն այն տեղում, որը խորհրդանշական է ջրառացի բոլոր զինծառայողների համար։ Հենց այս վայրում հուշարձանի տեղադրման գաղափարի հեղինակը ուկրաինաբնակ ջրառացի Հենրիկ Յայլոյանն է։ Գործը նախաձեռնել է, բայց այն ավարտին են հասցրել նրա ու նրա եղբոր զավակները։ Բարերարը ամիսներ առաջ մահացել է։ Ինքս մեծ զորամասի հրամանատար եմ եղել պատերազմի ժամանակ, երբ որ սկսեց պատերազմը, անձամբ եղել եմ մարտի դաշտում։ Իսկ մեր գյուղի մասնագետները եղել են մոտ 20-ից ավել ամբողջ Արցախի սահմանով, չեն եղել միտեղ կոնկրետ մի ուղղությամբ, ամբողջ տարածքով են եղել, ամբողջ ճակատով։ Կոնկրետ իմ հորեղբայրն է բարեգործ եղել, որ հիմա երջանկահիշատակ է, մահացել է 3 ամիս առաջ։ Մենք միասին ենք որոշել, որ կառուցենք այս հատվածում այս ամեն ինչը նայելով ծնողներին, ընտանիքի անդամներին ուղղակի մի բան է գալիս մտքի, որ հերիք է արդեն։ Իրականում հերիք է արդեն, տարերով կորուստ ենք տվել, տարերով արուն ենք թափել, ժամանակն է վաստակել է այս ազգը իր զավակների այրան կնով խաղաղ ապրելու, երջանիկ ապրելու, ինքնիշխան ապրելու։ Գյուղի սկզբնամասի այս հատվածը վերածվել է պուրակի, հիշատակի պուրակի, որտեղ ջրառացի բարերարների նախաձեռնությամբ 4 հուշարձան է տեղադրվել։ Դրանցից յուրաքանչյուրը հիշատակի ու հաղթանակի խորհրդանիշ է։ Խաչքար ինչու ենք կանգնեցնում։ Խաչը հաղթության զենքն է։ Մենք խաչից այն կողմ, գերեզմանից այն կողմ հավատում ենք հարությանը, եւ խաչքարը ինքը հաղթության նշան է։ Ինչպես որ մեր հերոս նահատակված տղաները հաղթեցին։ Իրենք իրենց այրան գնով հաղթել են։ Ընդունված է խաչերը պատկերել նաև ի պատիվ հովանավորների եւ բարեգործների, ում ջանքերով կառուցվել կամ բարեկարգվել են եկեղեցիներն ու հուշարձանները։ Ջրառատի պուրակում 2020-ի պատերազմից հետո նորից սեղաններ են բացվում, բազմաթիվ տղաների են ուղարկում բանակ ու դիմավորում։ Լուսինա Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Երեք գրքի Երևանյան փառատոնը հյուրընկալվել էր Գյումրիում։ Գյումրին կարդում է խորագրով փառատոնը գիրք ու գրականություն էր բերել քաղաք։ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում անցկացված միջոցառումները միավորել էին գրքասերներին, գրողներին եւ հրատարակիչներին, առաջարկելով գրականությանը վերաբերող զրույց քննարկումներ եւ ցուցահանդես տոնավաճառ։ Ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչ Գյումրեցի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշատախտակի բացումով Գյումրիում մեկնարկեց գրքի Երևանյան միջազգային փառատոնը։ Բանաստեղծի հայրական տան փակցված հուշատախտակը անցորդներին կհիշեցնի, որ այս տանն ապրել ու ստեղծագործել է մեր ժամանակների գրողը։ Գյումրին շատ յուրահատուկ տեղ ուներ հայրիկի ոչ միայն պոեզիայում, այլ նաև մեր հենց տանը Արորիայում, եւ կարծում ենք, որ այս հուշատախտակը Գյումրիի Արորիայում մի փոքր պոեզիա կավելացնի։ Հանրահաշակելով գրողին ու նրա ստեղծագործական ժառանգությունը Գյումրին մեկ օրով վերածվել էր գրքի եւ ընթերցանության կենտրոնի, համախմբելով գրողներին, արվեստագետներին ու ընթերցասերներին մեկ հարթակում։ Հաստատելով մշակութային միջոցառման խորագիրը, Գյումրին կարդում է. Սա իմ երկիրն է։ Չափսերով այսպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև տունն այսում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու։ Մանկական մեծ ու փոքր գունեղ գրքույկներից մինչև տարաբնույթ ու տարաժանր, գիտը հանրամատչելի, արկածային, դասական, նոր ու ժամանակակից ստեղծագործություններ։ Գրքերի աշխարհը բաց էր ամեն տարիքի ու ճաշակի ընթերցողի համար։ Դրամատիկական թատրոնի դիմաց բացված տաղավարների գրկաբաց ու գրքաբաց մթնոլորտը ստեղծել էր լավ առիթ կարդալու խորհուրդն ու կարևորությունը եւս մեկ անգամ արդիականացնելու համար։ Արկածային գրքեր եմ սիրում կարդալ, սիրելի հեղինակ չունեմ, բայց այս Մատիլդան վաղուց ուզում էի կարդալ։ Առաջ իրականում ավելի շատ էի կարդում, քան հիմա, այդ մի քիչ ափսոսում եմ, բայց հիմա սկսել եմ փորձել ավելի շատ, թեկուզ հեռախոսով, որ հեռախոսի մեջ եմ մտնում, փորձում եմ ինչ-որ գրքային բաներ կարդալ, լոգիկան է շատ զարգացնում, շատ
ինֆորմացիա կարելի ստանալ գրքերից։ Ժամանակակից աշխարհում, երբ որ տեխնոլոգիաները զբաղեցնում են մարդկանց կյանքի կարևորագույն մասը, կա նաև գիրքը ավանդական իր դասական տեսքով, որը մարդու լավագույն բարեկամն է եւ լավագույն ընկերը եւ անսպառ աղբյուր գիտելիքների, իմաստության եւ նաև արժեքների։ Գյումրին Երևանից հետո առաջին քաղաքն է, որտեղ նախաձեռնվել է միջոցառումների այսօրինակ շարք, նպատակ ունենալով զարգացնել ընթերցանության մշակույթը եւ վերաիմաստավորել գրքի հանդեպ վերաբերմունքը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով եւս մասնակցում էր փառատոնին, ընդգծեց, որ մարզերում գրական ծրագրերի խրախուսումն ու զարգացումը կարևոր նշանակություն ունի ոլորտի ապակենտրոնացման եւ կարդալու մշակույթի հավասարաչափ տարածման համար։ Մենք խթանում ենք ընթերցանության մշակույթը տարբեր ձևերով նաեւ դպրոցներում ու հուսով եմ, որ այսօր այստեղ կտեսնենք նաեւ շատ դպրոցականների ու նրանց հետ միասին առիթ կունենանք խոսելու այնպիսի կարևոր բանից, ինչպիսին գիրքն է։ Մեր կարգախոսն է քաղաքը կարդում է, այսուհետև նաեւ քաղաքը կարդագը եւ այդպես շարունակ։ Թվայնացված այս դարում գիրք կարդալը կամ համացանցից դուրս կրթվելը շատ երիտասարդների համար այնքան էլ ձգող չէ։ Ժամանակի ընդունված պահանջները նոր սերնդի շատ տաղանդների են հետ պահում գրական փորձեր անելուց։ Ժամանակակից գրողները մտավախություն ունեն չհասկացվելու, քանի որ նրանց ու գրականության նկատմամբ արմատացած պահանջներ ունեցողների հայացքները ոչ միշտ են նույնական, երբեմն էլ ընդունելի չեն։ Կոնկրետ ես փորձում եմ ստեղծել ավելի ավանգարդ գրականություն, ավելի նոր գրականություն, նոր լեզու բերել գրականության մեջ, եւ այդ առումով մի քիչ հենց այդ նոր լեզու բերելու պահը մարդկանց համար անհարմար է։ Ժամանակակից գրող Արամ Ավետիսը գյումրեցի ընթերցողին ներկայացավ ամպուտացած ամպեր գրքով, որը պատմում է 44-օրյա պատերազմի մասին։ Գրողը ավելի ուշ իր գրքի գաղափարական շերտերի մասին խոսել է ընթերցողների հետ։ Սա նաև փառատոնի ռազմավարական քայլերից էր՝ ընձեռել նոր սերնդի հեղինակներին ինքնարտահայտման հարթակ եւ ընթերցողին հասցնել ժամանակակից գրական խոսքը։ Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր ժամանակակից գրականությունը ամբողջական շղթայով ապրի, այսինքն գրվի, հետո ներկայացվի եւ գիտեք, որ սա էլ նոր շունչ եւ նոր կյանք է տալիս գրականությանը ու կարծում եմ, որ այս կապն էլ պիտի լինի ու բոլորովին պատահական չի, որ այսօր մենք Գյումրու դրամատիկական թատրոնի ուրեմն շենքում ենք եւ միջավայրում ենք եւ գուցե նաեւ այսօր այստեղ վաճառվող ժամանակակից գրականության որոշ կտորներ այնուհետև կտեսնենք բեմում։ Մինչև ուշ երեկո գրակրթական միջոցառումները շարունակվեցին քննարկումների, գրական ընթերցումների եւ գրող-ընթերցող ջերմ հաղորդակցման միջավայրում, նոր մտքերի, գաղափարների ու արդյունավետ ինտելեկտուալ փոխշփումների առանցքում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մեկ շաբաթ շարունակ ջրաներկի հեղինակավոր վարպետները մասնակցում էին Հայաստանի գույները ջրաներկի 3-րդ միջազգային փառատոնին։ Արվեստի միջազգային միջոցառումն ամփոփվել է Գյումրիում։ 2 օր քաղաքի տարբեր հատվածներում անցկացվեցին վարպետաց դասեր, բացօթյա պլեներներ եւ ստեղծագործական քննարկումներ։ Փառատոնը եզրափակվել է ջրաներկի աշխարհահռչակ 14 վարպետների խմբային աշխատանքով։ Աբովյան ջեմափողոցում նրանք լայնաֆորմատ 4 կտավ են վրձնել Գյումրի տեսարժան վայրերի ինքնատիպ պատկերներով։ Աբովյան ջեմափողոցը 2 օրով դարձել էր բացահարթակ վրձնանկարների ազատ պատկերասրահի։ Ամեն անկյունում բնության, քաղաքի կոլորիտի ներդաշնակ գույներ էին, նաև էթնոգույներ, որոնք վառ ու կենդանացնող էին դարձնում Ethnocolors երաժշտական խմբի կատարումները։ Մեր քաղաքը շատ է կիպինիկ, զատո ասկան շեպտոններ ունին։ Արի Գյումրի նկարելու հրավերը ոչ միայն վրձնի հեղինակավոր վարպետներն էին սիրով ընդունել, նաև սկսնակ նկարիչները։ Փառատոնի մասնակցությունը տարիքային սահմանափակումներ չուներ։ Ջրաներկի ամենամյա միջազգային փառատոնն ամեն տարի մեկ տասնյակից ավելի վարպետների ու հարյուրավոր հետևորդների է բերում Հայաստան։ Նրանք գալիս են վրձնելու, տպավորվելու Հայաստանի գույներով։ Առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին ու շատ եմ հավանել։ Գյումրիում ամեն ինչ շատ վառ ու գունավոր է, բնությունը, մարդիկ, շենքերը։ Ոչ միտեղ չեմ տեսել այսպիսի ճարտարապետություն։ Մեծ էներգիա եմ ստացել ձեր քաղաքից։ Գյումրիի գույները հաստատ ինձ հետ գրիմ կտանեմ։ Մենք վարպետության դասեր ենք անցկացրել, շփվել այլ նկարիչների հետ։ Կարծում եմ հաջորդ տարի եւս կգամ Հայաստան։ I am really excited about your festival. Առաջին անգամ ջրաներկի միջազգային փառատոնին մասնակցել եմ անցած տարի։ Շատ էի տպավորված Գյումրիով, նրա մշակույթով եւ ճարտարապետությամբ։ Դրա համար որոշեցի
Այս տարի եւս անպայման գալ։ Սովորաբար դիմանկարներ ու բնություն եմ նկարում, բայց այստեղ Գյումրին եմ պատկերել։ Իրանցի նկարիչ Նադիրը ջրաներկի արվեստում 27 տարվա փորձ ունի։ Իր հմտություններով ու գեղանկարչության գաղտնիքներով կիսվում է սկսնակ նկարիչների հետ։ Սպահանում նաև դասավանդում է։ Ջրաներկի միջազգային փառատոնն իր համար եզակի հնարավորություններից է արվեստի միջոցով նոր ծանոթություններ հաստատելու։ First of all, I should mention it. Անցած տարվա փառատոնից հետո մինչ օրս Գյումրի արվեստի դպրոցների մի քանի աշակերտների հետ համացանցով շփվում եմ։ Նրանք իրենց աշխատանքներն են ուղարկում, ես գնահատում եմ ուղղություն տալիս։ Տեսնում եմ, որ գյումրեցի երեխաները մեծ ապագա ունեն։ Աշխարհի ջրաներկի վարպետների մեծ ընտանիքի 14 նկարիչների հետ Հայաստանի գույներն էին պատկերում նաև տարբեր մարզերի արվեստի բուհերի ուսանողները, դպրոցների ու նկարչական կենտրոնների սաները։ Նկարել եմ Գյումրին, Գյումրու եկեղեցին, շենքերից հատված, նաև Տղամարդիկ ֆիլմից դրվագ է։ Ես այն եկեղեցին եմ նկարում, որ հետո որ ավարտեմ, տանեմ իրան ցույց տամ։ Հիմա նայում եմ այն եկեղեցին, նկարում եմ ստեղ։ Նկարել եմ Գյումրի մի եկեղեցու հատված, որը պատուհանից նկարված է։ Մի շատ հետաքրքիր բան եմ նկատում մեր երեխան, մեր երիտասարդների մոտ, իրենք անգամ մոխրագույն կամ սև քարերը գույներով են ներկում, ինչը որ շատ երկար է խոսում, թե ինչպիսի սպասելիքներ եւ ինչ ակնկալիքներ ունեն իրենք կյանքի նկատմամբ, այսինքն մեր երիտասարդները ուզում են գույներ, ուզում են երջանկություն, ուզում են ժպիտ, ուզում են խաղաղություն։ Շատ կարևոր է հետևել նրանց, բացահայտել եւ հասկանալ, թե իրենց օգտագործած գույները որոնք են եւ ինչերի վրա են օգտագործում։ Բաց երկնքի ու ջերմ արևի տակ Գյումրիի ճարտարապետությունն ընդգծող հրաշալի տեսարաններ են բացվում։ Վրձնանկարներում քաղաքի համայնապատկերներն էին։ Հենց այսպես ու հանրաճանաչ արվեստագետների միջոցով Հայաստանի գույները մեր երկիրն է հանրահռչակում։ Այն աշխատանքները, որոնք որտեղ նկարվում են Հայաստանում, իրանք հետո տանում են եւ քաղաքի աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ցուցահանդեսներում ներկայացնում են։ Շարունակությունը կարելի ասել է փառատոնի, այսքանով սա չի ավարտվում, Հայաստանի ներկայացնելը փառատոնի ավարտից հետո նաև իրենց աշխատանքներն են խոսում Հայաստանի մասին, իրենց փոխարեն, որ մասնակցեցի, հասկացա, թե ինչքան մեծ գործ է, հայանպաստ գործ է արել, որ այսքան ամբողջ աշխարհին կենտրոնացրել է Գյումրի վրա, Հայաստանի վրա եւ կբարձրացնի մեր մշակույթը, ջրաներկի որակը կբարձրացնի հաստատ։ Ջրաներկի միջազգային փառատոնն ամփոփվեց ջրաներկի վարպետների միասնական մեծ աշխատանքով։ Աբովյան փողոցում հավաքված մարդկանց աչքի առաջ ծնվեցին մեծադիր կտավներ։ Լայնաֆորմատ գեղանկարներում Գյումրին էր իր զորավոր եկեղեցիներով ու քաղաքային ճարտարապետության յուրօրինակ շենքերով։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։